Նրանք, ովքեր գիտեն իրանական քաղաքակրթությունը, Իրանի մշակույթը, իրանական ժողովրդի հոգեմտավոր կառուցվածքը եւ շիիզմի հատկությունները, գիտեն, թե ինչ է նշանակում նահատակ առաջնորդը։ Առաջնորդը նաեւ զոհվեց Ռամադան ամսում, ծոմի պայմաններում։ Առաջնորդը եւ իր ընտանիքը թիրախավորվեցին, նույնացնում է Հոսեյն իբն Ալիի հետ, Իմամ Ալիի զավակի հետ, որը Քերբելայում նույն ճակատագրին արժանացավ։ Սրանք ամենը մոտիվացնում են հասարակությանը։ Իրանը ավանդապաշտ, կրոնապաշտ հասարակություն է, այնուամենայնիվ ոչ ոք չի կարող հակառակում համոզել ինձ։ Եվ այնինչ տեղի է ունենում հասարակության մի զգալի զանգվածի մոտիվացնում է։ Հիմա այդ մոտիվացման ականատեսն ենք նաև մենք։ Մի ստվար զանգվածը, ես չեմ ասում դժգոհներ չկան, ընդդիմություն չկա, նրանք ովքեր ուրախ են այս ամեն ինչից չկան, չէ, կա իրականություն է, հողի վրա գոյություն ունեցող իրականություն է, բայց հասարակության ստվար մի զանգվածը համախմբվել է այս առանցքի շուրջ։